Դուք պատկերացնում եք, որ Նիկոլը այսօրվա Նիկոլն է, թե շատ փոխվել է կամ ինչ-որ մարդկային ինչ-ա տեղի ունեցել։ Այն ժամանակ ես ինչպես պատկերացնեի, որ Նիկոլը դառնալու է Հայաստանի վարչապետ։ Այս մեկ։ Հետո ասում եք Նիկոլի հետ եմ աշխատել, հա, այո, մի 2-3 տարի այո եղել է, մինչև մենք մեր կոնգրեսի դաշինքը մտավ պարլամենտ, մտնելուց հետո հենց առաջին օրը նա խզեց իր կապերը կոնգրեսի հետ։ Իրեն հարցրեք, ես պետք է ասեմ, թե Նիկոլը ինչու արեց, հարցրեք իրեն։ Ուրեմն առաջին օրը մի անգամից խզվեց, վերջացավ, նա արդեն իր ծրագիրն էր, իրեն պետք էր մի անգամ պատգամավոր դառնալ, որ դառնա հանրային դեմք, բայց ասեմ, այդ մարդը շատ հետևողական, սևեռուն մարդ է, մի նպատակ որ դրել է, մինչև վերջ եղավ, չէ։ Հետո այդ ռյուկզակները հագավ, եկավ դառավ Հայաստանի թագավոր։ Իսկ որ ասում եք նրա հետ, իսկ Ռոբերտի եւ Սերժի հետ, ես շատ ավելի երկար եմ շփվել, երկար եմ համագործակցել։ Այստեղ ինչ կա։ Կարող ենք համագործակցել, շատ լավ, բարեկամաբար, բայց ինչ որ պահի նաեւ կարող ենք խզվել։ Եվ խզվեցինք այդ սկզբունքային հարցի պատճառով։ Եվ Վազգեն Սարգսյանի հետ, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ այդ 98 թվականի հրաժարականով մենք բացարձակապես խզվեցինք։ Վերջ։ Հարց կար, որ Քոչարյանը ասել, որ ես չեմ հետապնդել իմ նախկիններին։ Հիմա ես դա պիտի մեկնաբանեմ, էլի պիտի Քոչարյանին հարցրեք, ինչ ես անելու, գնդակահարելու ես այս նորերին, ինչ ես անելու, արդեն ասում է, վենդետա եմ անելու, մեկ-մեկ բոլորին պատժելու է։ Եթե ձեզ համար սա ուրախալի հեռանկար է, ես չեմ պատկերացնում։ Նույնը Նիկոլն է ասում, մեկ-մեկ պատերի տակ շարելու եմ, չգիտեմ, շարք, հետո գնդակահարելու եմ, ծեփելու եմ պատին, փռեմ ասֆալտին եւ այլն, մի հատ էլ ավելի նույն հայրակ էր տվել։ Դուք շատ լավ գիտեք ինչի մասն է խոսքը։ Երկու անգամ կրկնել էր այդ բառը։ Պարոն նախագահ, մոտ պահեք, հա, խնդրում։ Պարոն նախագահ, ձեր հայտնի առաջարկի մեջ դուք այսպիսի ձևակերպում եք արել, որ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող սպառնալիքը։ Ուզում եմ մի փոքր փակագծերը բացեք։ Կա ինչ-որ վտանգ, թաքնված վտանգ, որի մասին մենք դեռ չենք խոսում, բայց այդպիսի մտահոգություններ ունեք, մասնավորապես որն է այդ սպառնալիքը եւ սրանից ավելի վատ որ սցենարն է, որ հնարավոր է լինի, այդ մասով եմ ուզում։ Քիչ երկու բանը հարցը ոնց որ չբռնեցին իրար հետ։ Այո, ես նրան համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող վտանգը։